Բնականաբար էս տանը մարգարի լակոտ չպիտի ծնվի։ Ինչ? Այդ երեխան ծնվելու է։ Ու ոչ մեկ չի խառնվելու իր ճակատագրին, լսում եք։ Ձեզանից ոչ մեկ իրավունք չունի որոշելու իմ երեխու ճակատագիրը։ Ու եթե պետք լինի, ես այս տնից էլ կգնամ, բայց այդ երեխան ծնվելու է։ Մարե, խելագարվել ես, ինչ ես խոսում, ուր ես գնալու։ Ուր պիտի գնաս է, ուր պիտի գնաս։ Այսքան ժամանակ ես եմ քեզ պահել, ես։ Ոնց որ գնաս, տենց էլ 2 օր հետո հետ ես գալու։ Չէ, չեմ գալու։ Չեմ գալու։ Ես չկարողացա պայքարել իմ սիրո համար, որովհետև վախեցա։ Սխալվեցի։ Բայց այդ երեխու երջանկության համար ես մինչև վերջ պայքարելու եմ։ Ես ատամներով եմ պաշտպանելու այդ երեխուն։ Ու քեզնից էլ կհրաժարվեմ։ Հանուն այդ երեխու երջանկության։ Ալո։ Ինչ արեցիր Միքո։ Հակին ճանապարհեցի ավտոնե տարա անգերոջ մոտ։ Հիմա սպասում եմ Լիլիթին տեսնեմ։ Իսկ ինչ իմացար Հայկի գնալու մասին, բան ասեց քեզ։ Չէ։ Չէ, թե չէ ուզում աղբորդ գաղտնիքներից բացես։ Հասկացա։ Լավ, գաստուն խոսանք։ Ես էլ մտածեցի այսօր էլ չես գա։ Ոնց չգայի։ Դու չգիտես, որ ես առանց քեզ չեմ կարա։ Դե բայց մի քանի օր պետքա դիմանաս։ Ինչի։ Միքո, ես քեզ բան ունեմ ասելու, ուղղակի չգիտեմ ոնց ասեմ։ Էլի խաբել ես։ Վայ, դե նենց ես ասում, ոնց որ ես ամբողջ օրը գիշեր ցերեկ քեզ խաբելով ման եմ գալիս։ Լավ, ասա, տեսնեմ ինչ ես ասում։ Ես 2-3 օրով պետքա գնամ տատիկիս մոտ։ Գյուղ։ Լիլի դրա համար էր սենց լարվել։ Դե ոնց ասեմ, ծնունդս է։ Ես էլ մերոնց խոստացել եմ, որ պետքա իրանց հետ նշեմ։ Չեմ կարա չեղարկեմ, որովհետև կնեղանան։ Ոնց ծնունդը տա, բա ինչի ես չգիտեմ դրա մասին։ Դե դա էլ արդեն քո խնդիրն է ու ես ունեմ նեղանալու տեղ։ Լավ, ես մի հատ լավ միտք ունեմ։ Արի իրար հետ գնանք գյուղ։ Համ տատիդ հետ կծանոթանամ, համ ես քո համար անակնկալ ունեմ։ Չէ, պետք չի ոչ մի գյուղ գնալն էլ միասին, որովհետև դա պետքա հատուկ պատրաստեմ դրա համար իրանց։ Չեմ կարա։ Հա, ասա իրանց, ինչ կա դրա մեջ։ Դե չէ, դու նենց հեշտ ես այդ ամեն ինչը պատկերացնում։ Լիլիթ, հո երեխա չենք։ Դե չէ, երեխա չենք, Ուղղակի ինչ, չես ուզում։ Ուզում եմ, Բայց, էլ ինչ բայց։ Չգիտեմ։ Վերջ, ուրեմն որոշված է։ Բա ես ինչ է, որ խայտարակություն չի։ Ով կարա ինձ բացատրի։ Սա ինչ է։ Ադամյան Սաքոյի աղջիկը հղի է։ Էնեն ումից։ Այս երեխան քո թորնել է։ Ձնդ կտրի։ Քերեսդ չեմ ուզում տեսնել։ Այդ լակոտը իրոք չգիտի, որ հղի ես նարե։ Չէ, չգիտի։ Արդեն ասացի, չէ, որ չգիտի։ Չգիտի, թե չի ընդունել։ Չգիտի։ Ես Հայկին նենց չեմ նեղացրել ու վիրավորել, որ ինքը ուզանա ինձ լսի։ Երեսս էլ չի ուզում տեսնի։ Հա, ես չեմ թաքցնի, փորձել եմ իր հետ խոսել ու ասեմ երեխու մասին, բայց ինքը չի ուզում ինձ լսի։ Ասեմ ավելին, ինքը գնալու է երկրից անվերադարձ։ Գնա քո սենյակն արի։ Չէ,
Ես ուզում եմ հասկանամ, ինչ ենք պատրաստվում անել։ Եթե դուք իմ երեխու հանդեպ sense չարությամբ եք լցված, Ձենդ կտրի ու գնա քո սենյակ ասեցի։ Արի գնանք Նարեն։ Արի գնանք ուսինք։ Սոնա դու էլ գնա։ Մեզ մենակ թող։ Դու գիտեիր, որ Հայկից է երեխեն։ Գիտեի։ մտածում ես ես էլ եմ, չէ՞ Դավա ջան։ Դավա ջան ես թե ուղղակի անխելք աղջիկ ես, որին օգտագործել են վրեժել ու ծելու համար, ես չգիտեմ, բայց որ իմ աղջիկն ես ու սիրտս ցավում է քո համար հետ, հաստատ։ Ես ձեզ ոնց բացատրեմ, որ Հայկը իսկապես սիրում է ինձ։ Ինչի պիտի վրեժ լուծի։ Հայկը անգամ չգիտի, որ մենք ենք մեղավոր իր հոր մահվան մեջ։ Արե, խնդրում եմ քեզ վերջ տուր։ Այսօրվա համար հերիքա սիրտս էլ չի դիմանում։ Երբ ես իմացել։ Հիվանդանոցից դուրս գալուց։ Նարային դուրս գրել որ ես գնացի ու բժշկին տեսա։ Ճիշտ է, սկզբում ոչ մի բան չէր ասում, բայց ես ձևը գտա ու իմացա, որ աղի է։ Ամեն ինչ կսպասեի, բայց ոչ որ աղի էր։ Մի քանի օր ուշքի չէի գալիս։ Դրա համար էիր կորել։ Հա։ Էլ մտածում էի գնայի ու այդ Մարգարիտ հորոնը սատկացնեի։ Էլ մտածում էի Նարային խայտարակ անելու մասին։ Համարյա իմ կինն է ու ես նման նորություն եմ իմանում։ Որ դուք լինեիք իմ փոխարեն, ինչ կանեիք։ Բա ինչի համար էիր եկել ասում, որ քո երեխեն է Արմո։ Որովհետև անինքնասերի պես սիրում եմ քրոջդ։ Որովհետև քուրդ իմ հիվանդությունն է դարձել։ Ու հանուն այդ հիվանդության ես պատրաստ եմ այդ Մարգարի լակոտի երախուն էլ ընդունել։ Որովհետև չեմ ուզում Նարեն դրա ձեռը տառապի։ Ես զզվում եմ ինձանից, որ չեմ կարողանում այս ամեն ինչի վրա թքեմ ու հեռանամ, որ չեմ կարողանում քրոջդ բաց թողնեմ։ Չեմ հասկանում ինչի համար, բայց Նարեն ինչքան սխալ է թույլ տալիս, ես ավելի շատ եմ սիրում այդ աղջկան։ Իմ անեծքն է, իմ խաչն է դարձել ու ես պատրաստ եմ այդ խաչը տանել։ Ձև գիտեք, ասեք իմանամ, ասեք օգնեք, որ ես մոռանամ Նարեին, թողնեմ ու հեռանամ, ձյաց սակո թող ես լինեմ թուլամորթ, թող ես լինեմ անինքնասեր, բայց Նարեն իմ կողքը լինի։ Ես ուղղակի վստահ եմ, որ Նարեն ինձ սիրելու է։ Երեխուն չունենալու մասին խոսք չի կարա լինի։
Որովհետև ինչ էլ լինի Նարեն մերն է։ Այդ երեխեն էլ է մերը։ Այսինքն Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, պապա։ Բայց հետևանքների մասին էլ չէ պետք մտածել։ Ես էլ եմ ինձ կորցնում, ես էլ չգիտեմ ինչ անեմ, ուզում եմ ամեն ինչ տամ ջարդեմ։ Բայց չի կարելի անել նենց բան, որ հետո Նարեի ամբողջ կյանքի վրա վատ անդրադառնալու։ Դու հասկանում ես ինչ կխոսեն մարդիկ։ Պապա, ես թքած ունեմ, թե մարդիկ ինչ կասեն։ Իմ համար կարևորը իմ քուրն է ու իր առողջությունն է։ Քանի կար քուրս էր, հենց վատ իրավիճակի մեջ հայտնվել, էլ քուրս չի, հա, թողենք սխալ անի։ Հա, տենց մինայի, վռամն է, ես եմ, որ առաջ կարող են Նարեին սպանեի, մի վարկյան ձեռքս չդողար, բայց հիմա տենց չեմ անում։ Ու գիտես ինչի։ Որովհետև այս կյանքում շատ օրինակներ են լինում, որից պետքա սովորես։ Սխալա թե ճիշտ է, իմն է։ Ու ես տեր եմ իր ամեն մի արածին։ Դու ջահել ես, դու չես հասկանում ինչ ես խոսում։ Այ երբ որ բամբասանքն եկավ մտավ տուն, որ հետևեց քեզ այդ բամբասանքներն ու խոսակցությունները, այն ժամանակ նոր կհասկանաս ասածիս իմաստը։ Ու այս իրավիճակի, ստեղծված իրավիճակի լրջությունը։ Ինչ ես առաջարկում, հրաժարվեմ, հա, քրոջիցս։ Ես բոլորի պատասխանն էլ կարամ տամ, պապա։ Ու եթե չկարենամ էլ Նարեին կվերցնեմ այս երկրից դուրս կտանեմ, բայց քրոջս հաստատ մենակ չեմ թողելու։ Էլի եմ ասում, մինչև այս քուրս էր, հիմա որ սենց սխալների մեջ է, էլ քուրս չի, հա, պիտի հրաժարվեմ։ Չէ, պապա, ես տեր եմ իմ ամեն մի ասածին։ Ձյացակո, ես պատրաստ եմ հանուն Նարեի ընդունել է երեխուն ու իմ ազգանունը տալ։ Հա, պատրաստ եմ Նարեի հետ ամուսնանալու այդ երեխուն իմ ազգանունը տալ։ Դուք էլ որևէ մեկին որևէ բան բացատրելու կարիք չեք ունենա։ Ես Նարեի կողքին կլինեմ, երեխեն կծնվի ու իմ ազգանունը կգրի։ Ես պատրաստ եմ ամբողջ պատասխանատվությունը վերցնել իմ վրա։ Մեկը բոլորը գիտեն, որ ես ու Նարեն միասին ենք։ Ոչ մեկի մոտ էլ հարց չի առաջանա։ Անկախ ամեն ինչից այդ հարցերը հետևանք են ունենում։ Ուղղակի պիտի մի բան հստակ պայմանավորվենք։ Եթե ես ու Նարեն միասին ենք լինում, այս պայից սկսես ձյացակո։ Պետքա մոռանանք, թե ով է երեխու կենսաբանական հայրը։ Պետքա մոռանանք, որ Մարգարիտ Լակոտը Նարեի հետ որևէ կապ ա ունեցել, ու իր անունը ոչ մի կերպ չպիտի շոշափվի։ Ինձ էլ է դրա համար ժամանակ պետք, բայց ես պատրաստ եմ հետ անել հանուն Նարեի։ Վայ Նարե, վայ։ Վայ Նարե, դու ես ինչ բերիր մեր գլխին Նարե։ Պիտի այդ հայկի անունը ոչ մի անգամ չշոշափվի, ոչ որպես թշնամի, ոչ էլ որպես Նարեի հետ կապ ունեցող մեկը։ Պիտի ինքն էլ չիմանա երեխու մասին, ինչ ուզում ա լինի, չպիտի իմանա։ Ես չգիտեմ ինչ ա լինելու հետո։ Ոնց ա լուծվելու Նարեի ճակատագրի հարցը։ Բայց մի բան հաստատ է։ Մարգարիտ թոռը ոչ մի ձև մոտ չի գալու ոչ այդ երեխուն ու ոչ էլ Նարեին։ Ես կխոսամ հետո ու ամեն ինչ կբացատրեմ։ Ինքն էլ կհասկանա։ Իհարկե կներես, որ սենց եմ արտահայտվում, բայց հիմա ավելի շատ վտանգավոր է Սոնան, քան Նարեն։ Ճիշտ է ասում Արմոն։ Սոնան հայկի քուրն է։ Ու այդ ամեն ինչը դժվար թե Սոնան չասի հայկին։ Ով գիտի հիմա երևի թե վերջին նորություններն է ասում։
Չի կարա այտենց բան լինի։ Չի կարա։ Չեմ հավատում, որ Նարեն ու Հայկը երեխա են ունենալու։ Մենակ թե հասցնեմ։ Էդ ինչ է իրանում։ Ես Խելքդ հացիդ հետ ես կերել աղջիկ ջան։ Վրամ ես սխալ բան չեմ անում։ Հայկը պետք է այդ երեխու մասին իմանա։ Այդ երեխան ինչքան Նարենն է, այդքան էլ Հայկինն է։ Ձենդ կտրի Սոնա։ Քեզ 1000 անգամ ասել եմ այդ լակոտի անուն էս տան մեջ չտաս։ Վրամ խնդիրներից փախնելով այդ խնդիրները չեն լուծվում։ Մի պահ քեզ պատկերացրա Հայկի փոխարեն։ Մի պահ պատկերացրա, որ այս մեր պատմությունն է։ Եթե ես քեզնից հղի լինեի ու դու չիմանայիր այդ մասին, քեզ ոնց կզգայիր, ճիշտ կլիներ։ Սոնա, այդ ճիշտ ու սխալ անելու ժամանակը վաղուց անցել է։ Աղբորդ ու Նարեի կապը ամենասկզբից էլ սխալ է եղել։ Ու չփորձես մյուս անգամ իրանց մեր հետ համեմատես։ Ու ինչքան պետքա թաքցնեք։ Փակում ենք թեման, Սոնա։ Վրամ ինչքան պետք է այդ պատմությունը թաքցնեք։ Մի օր Հայկը իմանալու է, չէ՞։ Ախր հասկանում ես, կարող է այդ երեխեն այս թշնամանքին վերջ դնի։ Հնարավորություն լինի, որ բոլորս ամեն ինչ սկսենք նոր էջից։ Սոնա ջան, մի հատ ուշքի արի, ես ինչ հեքիաթների մեջ ես դու ապրում։ Վրամ դու ոնց ես պատկերացնում, ոնց կարամ ես լռեմ, եթե գիտեմ աղբերս երեխա է ունենալու։ Ու այդ մասին ինքը չգիտի։ Հայկը օտար մարդ չի։ Իմ համար օտար մարդ չի, Վրամ, եթե քո համար թշնամի է, ինքը իմ արյունն է, իմ աղբերն է։ Ես չեմ կարող ձեռքերս ծալամուն նստեմ ու կողքից նայեմ, թե ինչ է կատարվում։ Ուրեմն ուշադիր ինձ լսի, Սոնա։ Ես ասել եմ, որ այդ երեխան ծնվելու է։ Ու ասել եմ, որ Նարեին ոչ մեկը չի ստիպելու այդ երեխուց հրաժարվի։ Բայց եթե հանկարծ աղբորդ մի բառ ասես, ոչ այդ երեխան է ծնվելու, ոչ էլ աղբերդ է կենդանի մնալու։ Վրամ, ինչ ես խոսում։ Ես հիմա մի կերպ փորձում եմ կուլ տամ այն, թե ինչ է արել Նարեն, Սոնա։ Ու նորից եմ ասում, եթե աղբորդ մի բառ ասես, աղբերդ կենդանի չի մնալու։ Դու էլ կարաս եղած չեղածդ հավաքես ու գնաս ես տնից։ Հասկացար։ Վրամ։ Ինչ են խոսում հիմա։ Ինչի է իրանց թվում, որ կարան բոլորի ճակատագիրը որոշեն։ Նարե, խնդրում եմ վերջացրու, հա։ Դու մեզ այնց անելանելի վիճակի մեջ ես գցել, որ համ հորդ արձագանքն է բնական, համ Վրամի։ Քո համար այդ բնական է ու ես ոչ մի բան չեմ ասում, որովհետև դու չես խոսում, քո կարծիքը չես արտահայտում, եթե անգամ դու պապայիդ համաձայն չես։ Բայց ես քո նման չեմ, մամա։ Ես չեմ կարա ուրիշներին գոհացնեմ իմ երեխուն պաշտպանելու հաշվին։ Քեզ թվում է, որ մենք այտենց անսիրտ ենք։ Դու քո երեխուն ես պաշտպանում, բայց դու էլ մերն ես։ Իմ երեխեն ես, Նարե։ Ինչի է քեզ թվում, որ քո վատն ենք ուզում։ Դու ուղղակի չես պատկերացնում հիմա սիրտս ինչ է լինում։ Ուղղակի չես պատկերացնում։ Արմոն, որ եկավ ասեց սղի ես, սկզբից շոկի մեջ էի, հետո մի անգամից հասկացա ինչ է եղել։ Այդ տղան քեզ ուղղակի օգտագործել է։ Համաձայն ես դրա հետ, թե չէ, բայց այդպես է։ Ես հիմա չեմ ուզում ոչ մի բան ասեմ, որովհետև ձեր համար էդ է իրականությունը։ Դուք ձեր կարծիքը չեք փոխելու։ Ու եթե անգամ այդ քո ասած ձևով է,
Ուրեմն է տաղել է իմ ամբողջ կյանքի ամենաերջանիկ ու սիրուն շրջանը։ Մարը խնդրում եմ սուս մնա։ Խնդրում եմ սուս մնա հիմա։ Հա, մամա։ Եթե ես նորից սկսելու հնարավորություն ունենայի, նորից կընտրեի Հայկին, անգամ եթե իմանայի, որ մենք վերջում նորից միասին չենք լինելու։ Որովհետև այս աշխարհում ես ամենաշատ սերը իրանից եմ ստացել։ Ու այդ իմ ստացած սերը ինձ բավարար է իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ինչ եղավ, Մարը։ Դավի բալես։ Այլ բարքի։ Ձյադ Սաքո, դու ինձ տենց էլ պատասխան չտվեցիր։ Արմո, ես ինչքան էլ բարկացած լինեմ Նարեի վրա, սա նենց լուրջ հարց է, որ ես չեմ կարող որոշում կայացնեմ։ Ես չգիտեմ հետո ինչա լինելու, բայց Վրամն ու Նարեն ասում են, որ այդ երեխան պիտի ծնվի, ես դեմ եմ Արմո, ես դեմ եմ դրան։ Նարեն ծանր կտանի, առանց հետ էլ իր համար դժվար օր էր այսօր։ Բա մենք ծանր չենք տանի, հա? Նարեն ծանր կտանի, էլ ոնց կլիներ։ Մինչև այդ թող մտածեր, որ գլխից մեծ խնդիր դեր չստեղծեր։ Իրա սխալն էր, որ մեր մեջքի հետևում այդ լակոտի հետ սկսեց ընկերություն անելը։ Հասկանում եմ ինչ ես ասում, ձեր համար էլ ես չի։ Լավ ձյադ Սաքո, ես դուրս գամ, հասկանում եմ, որ նորությունը բոլորիդ համար էլ շոկային էր։ Ես էլ որ իմացա ինձ մի քանի օր պետք եղավ, որ հասկանամ ինչա պետք անել։ Կգամ կհասկանանք ինչ ես որոշում։ Էս են թեման է Սոնա, որի համար ես ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու։ Ուզում ես ախպերդ իմանա, թող իմանա, բայց որ րոպեին այդ լակոտը դեմս դուրս եկավ, տեղում թաղելու եմ։ Ու քո համար էական չի, որ Հայկը իմ ախպերն է։ Չէ, էական չի։ Ու նենց չի, որ այդ լակոտը այսքան հեշտ ապրծնելու։ Ես դրա հետ դեռ հաշիվներ ունեմ մաքրելու, բայց այ ողջ կմնա թե չի մնա, այդ մենակ քեզնից է կախված։ Վրամ դու արդար չես իմ հանդեպ։ Արդար չես Նարեի ու դեռ չծնված երեխու հանդեպ։ Հայկն ու Նարեն իրար սիրում են, ու այդ երեխան պետքա լիարժեք ընտանիքում մեծանա։ Այս ձեր էգոիզմն է խոսում, բայց մի պահ այս ամենը մի կողմ դրեք։ Պետքա երեխու մասին մտածել։ Ես էլ այս թեմայով քեզ ոչ մի բան չեմ ասելու, Սոնա։ Բայց այն ինչ որ ասեցի, այդ լավ հիշի։ Որ րոպեին ախպերդ իմացավ, այդ րոպեին հավաքելու ես եղած չեղածդ ու գնաս ես տնից։ Ես կարամ հենց հիմա էլ գնամ, եթե ուզածդ էդ է։ Մի բառ ախպորդ ասես, Սոնա։ Ես դրան կթաղեմ։
Նարե, խնդրում եմ, հենց կարողանաս ինձ զանգի։ Ես անհամբեր քո զանգին եմ սպասում, շատ կարևոր է։ Համել ուզում եմ հիշեցնեմ, որ մեզ մոտ մի հատ շատ լավ առաջարկ կա, երբ որ դառնում ես Լեդի Զոնի ակումբի անդամ, ունենում ես անսահմանափակ հյուրի հնարավորություն։ Համ դու ես գալիս մարզվելու, համ էլ կարող ես ընկերուհիներիդ բերել։ Հա, շատ լավ, Լիլիթ ջան։ Հենց Միքոին նայ է, որ մի հատ չի զանգում, տեսնի ես ոնց եմ։ Լի։ Ալո, Միքո ջան, ես որ ես քեզ չզանգեմ, դու ինձ մի հատ չես զանգի, հա։ Էս տեսազանգով ես զանգել, որ ստուգես ուր է։ Դե ասում են վստահի, բայց ստուգի, չէ, տենց լավ խոսք կա։ Համել իրականում զարմացել է, որ այսքան ժամ ինձ չէիր զանգել։ Դե մի քիչ խառնեմ։ Ինչով ես խառնում։ Դե գործեր կան էլի Լի։ Դու ասա, դու ոնց ես։ Պատրաստվում ես ծնունդիդ։ Իրականում ես այդ օրը չեմ սիրում, արի այդ մասին չխոսենք, էլի։ Չեղավ Լիլիթ։ Դու չես սիրում, ես եմ սիրում։ Պատմել ես ձերոնցի մասին։ Չէ, չեմ պատմել։ Դե լավ, ուրեմն ես կգամ ու կպատմեմ։ Բայց դե Լավ, հիմա անջատում եմ։ Դե արի ու բացատրի։ Միքո ջան, ես գնում եմ վիրահատության, ոչ մի տատիկ ինձ տունել չեմ գնում։ Չգիտեմ։ Ինձ այստեղ մենակ մարզվելը կարա փրկի։ Նարեի մոտ է։ Մի քիչ իրան վատ ազգում։ Պետք է մի լավ բժիշկ գտնենք, որ հասկանանք ոնց է աղեղություն ընթանում։ Ես ոչ Նարեի մասին եմ ուզում լսել, ոչ էլ այդ երեխու։ Սակո, եղած է եղել է։ Մեր երեխեն ահո չենք հրաժարվելու։ Ինչ ուզում եք արեք։ Ինձ համար Նարե չկա։ Գոյություն չունի։ Խոսում ես էլի։ Դու բոլորիցս պատրաստ ես հրաժարվել, բայց ոչ Նարեից։ Քո աղջիկը այնքան արել, որ հետադարձ չկա էլ։ Իսկ Արմո հետ խոսեցիր։ Ինչ է եկել ու ասում, որ ինքն է երեխու հայրը։ Ինչ կա մտքին։ Կլինի դու քո գործով զբաղվես։ Իմ երեխան իմ գործը չի։ Համարդ չեմ հասկանում ես, կլինի մի քանի րոպեով ինձ հանգիստ թողնեք ես տանը, կարելի է։ Ոնց ես։ Պարզվում է, խորաքույր եմ, հա դառնալու։ Դու միակ մարդն ես, ով ժպիտով ընդունել ես լուրը։ Որովհետև շատ ուրախ եմ ձեր համար։ Ես քեզ էլ Հայկին էլ շատ սիրում եմ, ու ես էլ քիչ չեմ պայքարել ձեր սիրո համար։ Գիտեմ։ Չես ասելու Հայկին։ Չէ։ Կարծում ես այդպես ճիշտ կլինի։ Ես մի քանի անգամ փորձել եմ, բայց Հայկը ոչ ուզում է տեսնել ինձ, ոչ էլ լսել։ Համը դու ես ասում, որ ավերադարձ գնում է ու վստահ եմ իմ պատճառով էլ իմաստը որ նա ասելու։ Կամ եթե ասեմ, հետա գալու ու նոր արյունահեղություն սկսվի։ Գիտեմ ուղղակի չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Հայկի երեխեն քո սրտի տակ է մեծանում, բայց ինքը այդ մասին գաղափար անգամ չունի։ Արդար չի աղբորս հանդեպ։ Ոչ մեկ չգիտի կյանքը ինչ ընթացք կստանա։ Իմ երեխան իմանալու է ով է իր պապան։
Երևի մի օր Հայկն էլ կիմանա։ Բայց ոչ հիմա հաստատ ժամանակը չի, թեկուզ երախու անվտանգության համար։ Լուրջ եմ ասում, ներսումս ամեն ինչ խառնվել է իրար։ Ցավը, ուրախությունը, ու չգիտեմ ինչ անեմ, ոնց արձագանքեմ։ Իսկ մենանք հիմա սքի մեջ են, բայց ես իրենց էլ եմ հասկանում։ Նարը մի նեղվի, ժամանակը ամեն ինչ իրա տեղը կգցի։ Կարևոր իմացի, որ ես քո հետ եմ։ Չլավ որ դու կաս։ Իսկ մեր փուճուրը ինչ է ուզում։ Հորքորություն ես անում։ Ինչի՞ չէ որ։ Պիտի խոսանք, պապ։ Մեկը ես ելք չեմ գտնում։ Հույս ունեմ, որ երեխեն չունենալու միտքը վերջնականապես ջնջել ենք, չէ՞։ Մեկը մի ելք անում ուրեմն։ Արմոն։ Արմոն։ Ինչ գնահատական էլ ուզում ես տուր ես իրավիճակին վրամ։ Մեկը սա ինձ համար խայտարակություն է։ Ուզում ես ասա հին ես, ուզում ես ասա հետամնաց ես, մեկը խայտարակությունը ու վերջ։ Ես կհասկանայի ցանկացած մեկից, եթե երեխայի սպասեր։ Մի կերպ կհասկանայի, կփորձեի նաև աջակցել, բայց Հայկից Ձեզ բոլորի թվում է, թե անխիղճ եմ սեփական թորանը սպանելու։ Այ Աստված իմ։ Սեփական թորանը սպանելու մասին եմ խոսում, հա։ Սրտիցս արյունը կաթում վրամ։ Ես հետո ոնց եմ նայելու այդ երեխու աչքերին։ Ինչքան էլ իմ թորն է, այդքան էլ Աշոտի թորն է։ Արեն իրավունք չուներ մեր հանդեպ սենց վարվելու վրան։ Իրավունք չուներ։ Հիմա ոչ մի բան էլ չենք կարա փոխենք, պապա։ Պիտի մի լուծում գտնենք։ Ինչքան էլ Արմոյի ասածը տարբերակ է լուծումը, բայց այդքան էլ վստահելի տարբերակ չի։ Իհարկե վստահելի չի։ Ինչքան էլ որ Արմոն սիրին Արեին, բայց ինձ համար գաղտնիք է, մեկ է, այսքան հեշտ ու հանգիստ չէր համաձայնի հարություն ճանաչել այդ երեխուն։ Այ իմ ասածն էլ հենց էդ է։ Արմոն ինչ-որ մի բան մտածել է, բայց չեմ հասկանում, թե ինչ։ Չգիտեմ, բրան, չգիտեմ։ Երանի եմ տալիս, որ հենց հիմա, հենց այստեղ կետինը բացվի, մտնեմ մեջը։ Նարեն իմ պատիվը, իմ ամեն ինչը, ում շնորհիվ գլուխս բարձր եմ պահել, իմ հպարտությունը վրամ։ Նարեի համար եք միրգը կտրատում։ Ուղղակի ես էլ էի եկել, որ իր սենյակ միրգ տանել։ Հիմա գոհ ես, թեթևացար, բոլորս վատ ենք, տունս քաոսի մեջ է, հասար նպատակիդ, երջանկացի, շնորհավորում եմ։ Ալո։ Բարև Սոնա ջան։ Բարև ձեզ։ Առանց դուքի խնդրում եմ, մենք կարծեմ բան էինք պայմանավորվել։
Սոնա ջան, ես Նարեին եմ զանգում, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում կապի դուրս գալ։ Չի պատասխանում զանգերիս։ Ասեմ, որ շատ անհարմար պահ եք ընտրել զանգելու համար։ Ինչի։ Դե տանը շատ խառը ու ծանր վիճակ է։ Նարեի հետ է կապված։ Հա, Պարզա։ ալո։ Հիմա այն իրավիճակն է, որ պիտի ավելի զգոն լինենք։ Ես հասկանում եմ, որ պիտի արագ որոշում կայացնենք, որ ժամանակ չունենք։ Բայց չպետք է մեր կայացրած որոշման հետևանքով Նարեն կամ այդ երեխեն տուժեն, պապ։ Ես արդեն չգիտեմ ինչ ասեմ։ Արմոյի հետ ամուսնությունը լուծում է, պապա։ Տարբերակ է, բայց շատ վտանգավոր է։ Մենք ոչ մեկս էլ չգիտենք Արմոն մտքին ինչա դրել։ Ու դու ինչքան էլ իրան վստահես, մեկը ես չեմ վստահում։ Դու էլ գիտես, որ նա թաց տեղ պարկող չի։ Ու եթե հիմա եկել սենց բան է առաջարկում, ուրեմն մտքին մի բան դրել է, չէ՞։ Բայց Արմոն սիրում է, չէ՞ քրոջդ։ Հա, պապ, սիրում է։ Բայց այդ հերիք չի, որ ես իրան վստահեմ։ Էլի եմ ասում, ինչ որ մի բան դրել է դա մտքին։ Ու հիմա մենակ Նարեի հարցը չի է։ Մեջտեղ երեխա էլ կա, պապա։ Դու հերիքը վրամ։ Հերիքը անընդհատ այդ երեխու մասին խոսես։ Ամեն դեպքում պիտի Նարեի հետ էլ խոսենք։ Պապ։